Այսօր հավատացյալներն իրար հետ հանդիպելիս արդեն բարև խաղաղություն, բարև փոխարեն միանգամից ասում են աշխատանք ունես կամ ինչ է եւ այլն եւ այլն։ Եվ սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է այն մասին, որ մարդկանց կյանքում առաջնայինությունները փոխվել են։ Եվ դրա համար մենք պետք է այս պահին մի պահ կանգ առնենք, ուշադիր լինենք, զգույշ լինենք, զգոն լինենք եւ իմանանք մի կարեւոր բան էլ։ Սուրբ Գիրքն ասում է, որ ես քեզ երեսից չեմ թողնի, իմ աչքը քո վրա կլինի եւ իմ սրտում եղածը միջև չանեմ քեզ բաց չեմ թողնի։ Տերն է իմ օգնականը, Տերն է իմ հովիվը, ես ումից պիտի վախենամ եւ այլն, այսպեսի մենք մեծ խոստմունքներ ունենք, բայց արի ու տես, որ այնուամենայնիվ մենք մեր հոգեվոր կյանքի մեջ առավելապես մղվելու փոխարեն դեպի Տերը, կարծես թե աշխարհի մարդկանցից քիչ բանով ենք տարբերվում, երբ մենք օրվա գերազանց մասը տրամադրում ենք մեր նյութական պահանջմունքները բավարարելու վրա։ Ոչ ոք չի ասում, որ չպետք է դրանց մասին մտածել կամ աշխատել այդ հարցերը լուծելու։ Բայց եկեք անկեղծ լինենք, որ այնուամենայնիվ մեր լավագույն բաժինը մեր օրվա ժամերի, որոնք ցանկալի է, որ Տիրոջը տանք, եւ առավելապես մենք նյութից ու աշխարհային, ասենք, նյութական պահանջմունքներից վեր կարիքով Տիրոջը երկնքի արքայության դռները, այսպես ասած, թակելու ներքին, ասենք, մղումը ունենանք, փոխարենը սրա վրա շատ ավելի ջանք գործադրենք, մենք ավելի շատ մեր խնդիրների վրա ենք մեր ուշադրությունը դարձնում։ Եվ ուրեմն թող Աստված օրհնի, որ այս տարվա մեջ առաջնայինությունները, պրիորիտետները, այսպես ասած ռուսերեն, մի հատ մենք վերանայենք եւ անկեղծորեն վերանայենք, որովհետեւ երբ ես նայում եմ Աստվածաշնչին ու այդ մասին շատ-շատերն են եկել այդ եզրակացության, մի մտածեք, թե Աստծուն անկեղծ սիրողների, նրա ձայնը լսողների բանակը պետք է հազարներով ու 10,000-ներով այդպես թմկահարվի։ Մի մտածեք, այդպիսի բան չկա։ Մենք որ նայում ենք Աստվածաշնչին, այդպիսի մղումներ ունեցողները շատ հաճախ միայնակ են եղել, մենակ են մնացել։ Ենովքի մասին են կարդում, Նոյի մասին, Աբրահամի մասին են կարդում, եւ ընդհանրապես նրանք մարգարեների կյանքը, նրանք երբեք ամբողջների մեջ չէին, որ Տիրոջը հաճելի էին։ Ճիշտ հակառակը։ Հասարակությունը այդպիսի անձանց հնարավոր է նաև մերժի եւ դու ստիպված լինես մենակ մնալ։ Այնց էստեղ արդեն լրջորեն փորձվում է քո Աստծո հետ ունեցած հարաբերության խորությունը։ Նա որ Աստծուն ճաշակել է, նա որ Աստծո ձայնը լսել է, նա երբեք ու երբեք օտարբան դա չի համարում, երբ իր շրջապատից հեռանում են մարդիկ։ Եվ ես այս տարվա մեջ անցած տարել կարամ ասեմ, որ մի շատ ուրախալի բան կար։ Աշճանաբար բացահայտվեցին շատ շատերը մեր համար, մեր շրջապատից, որոնք մենք չգիտեինք ոնց վարվենք իրանց հետ, մասնավորապես ես եւ Սոնան մտածում էինք դրա մասին, բայց Աստված այնպիսի իրավիճակներ ստեղծեց, որ փառք ենք տալիս Աստծուն, մենք հիմա շատ ավելի ազատ ենք եւ Աստված մեր շրջապատն ավելի է մաքրում։ Մեր ուշադրությունը առավելապես դառնում է մեր Տերը եւ ինչպես Աստծո խոսքում գրված է, գնա նրանց հետ, որ մեր Տեր Աստվածը սիրում են անկեղծ սրտով։ Հետաքրքիր է, միթե եկեղեցում բոլորը անկեղծ սրտով Տիրոջը չէին հետևում, որ այդպիսի հրահանգ է Պողոս առաքյալը տալիս։ Գնա նրանց հետ, որ մեր Տեր Աստվածը սիրում են անկեղծ սրտով։ Պարզվում է, որ ոչ։ Ես նաև պետք է կարողանամ իմ շրջապատում եղող հավատացյալների միջավայրում լինելով ճշտեմ ովքեր են, որ իսկապես անկեղծորեն հետևում են Տիրոջը, իսկ ովքեր են, որ ոչ։ Թերևս իրենց հոգևոր մակարդակն կամ նավակոծություն են կրել եւ այլն, իմանցնել այդպիսիներից պետք է զգուշ պահեմ։ Մի հատ պարզ օրինակ բերեմ եւ դրանից կբացահայտեմ միանգամից, թե ինչ եմ ուզում ասել։ Անցած տարվա վերջին ես այցելեցի եղբայրներից մեկին ու ինչ որ մի հատ առիթով այցելեցի իրան, աշխատանքի վայրում իրան, աշխատանքի վայրը որն էր, հիմա ինքը ինչ որ մի հատ տուն էր կառուցում եւ այլն։ Նստեցինք, զրուցեցինք, սրճեցինք, վերջապես դե 20-30 տարի մոտավորապես իր սպասավորն եմ եղել եւ բավական ժամանակ էր չէինք շփվել։ Ի վերջո այնպես եղավ, որ մենք իրար հետ առնել տալու հարցեր ունեինք։ Վերջապես ես ասենք
իրան հրավիրեցի մեր տուն, առիթ ես իրան ասել էի, որ տարվա վերջին չէր հաջողվել, որ ինքը այցելել, ասեցի, որ այս տոների ընթացքում թերևս գաս, զանգեցի իրան, ասեցի, հեսա գալիս եմ, մի 5 րոպե, ավելի ճիշտ ոչ թե գալիս եմ, ես իրան ասեցի, ուզում եմ այցելեմ ձեզ, ու որպես առիթ նաև այս նոր տարվա կապակցությամբ, ասեցի, ես հիմա քաղաքում եմ, ուշադիր լսեք, ասեցի, շատ լավ, երբ որ կգաս, ինձ կզանգես, ես կիշտեմ ձեր տուն, հեռու էլ չենք, այստեղից իրենց տունը ընդամենը 50 մետր է, քայլելով Սոնայի հետ պիտի իջնենք, մեկ էլ հանկարծ զանգում է ինձ, թե բա ես ձեր մուտքի մոտ եմ, սեներ, ես մնացի ապշած, ես իջա ներքև, ասեցի, ինչ ես մուտքի մոտ, դու պիտի ձեր տան է լիներ, ես քեզ ասեցի, ձեր տուն եմ ուզում գալ այցելել, հա, վայ, ես կոմենկոմ, ասեցի, հա, հենց այդպես ասեցի, բայց ասի, որ եկել ես պարզա, սա առաջի դեպքը չի, սա երկրորդ դեպքն է արդեն, երբ որ ես պատրաստում եմ իրեն այցելել, ինքն է գալիս մեր մուտքի մոտ, ընդամենը զանգում, ես իջնում եմ իբրև զրուցում իր հետ, ու ես ապշած էի, ասեցի, ես չհասկացա, մենք ասի, երկար ժամանակ իրար հետ շփվում ենք, իրար ճանաչում ենք բան, փորձեցի մի հատ այցելել, դու ինձ շատ անգամներ ես հրավիրել ձեր տուն, ծոմով աղոթներ ենք արել մամայիդ համար, մամադ փրկվել է, դու շատ ծանր վիճակի մեջ էիր, ստրեսների մեջ էիր, երբ որ քո մոր երկու ոտքերը կտրել էին եւ այլն, ահագին ծանր փորձություններով ես անցել են տարիներ, ես հիմա այդ եկեղեցում չեմ, ես հիմա դրսում էի, բայց էլի շարունակում էի, ինչ ա եղել, ես ինչի հիմա վերևել չբարձրացար, երկրորդ հարկ էր, ինքը ոչինչ չպատասխանեց, ես էլ հարցի պատասխանը չստացա, ասի ես ուրիշ բան չունեմ ասելու, մենք կարճ զրուցեցինք ու ես բարձրացա վերև եւ Սուրբ Հոգին միանգամից ինձ ասեց, ներսից Սուրբ Հոգին ինձ ուղղակիորեն շատ պարզ ասեց, գիտես ինչի համար ինքը չուզեց քո հետ հաղորդակցվի, որովհետև քո հետևից շատ է խոսում ինքը, դուք հասկանում եք, հիմա երես չունի ինքը երես չունի, որպեսզի ինքը բաց հաղորդակցության մեջ գա նորից առաջվա պես, հիմա համար սա շատ զարմանալի հայտնություն էր, որ ոչ միայն ես Աստծո Հոգին բացահայտեց, ճիշտ է, երեսանց երես ինքը միշտ ընդունում էր ծառայությունը, հոգևոր ենք եւ այլն, սպասավոր ենք, բայց պարզվեց, որ մյուս 50-ականների նման ինքն էլ ոչ պակաս ասենք թյուրիմացության մեջ գնալու process-ներ ա ունեցել եւ հիմա ինքը իր խշմտանքով հանդիմանվել է եւ ինձ չի հրավիրում իրենց տուն։ Հաջորդ օրը զանգում է իր կինը հրավիրելու, ես անմիջապես դա հասկանում եմ եւ բնականաբար մերժում ենք արդեն իրանց այցելել։ Այս սրանք ինչի համար եմ ասում Ժորժ ջան, որ մարդկանց առաջնայնությունները փոխվում են, ժամանակի ընթացքում բացահայտվում են, թե ով ինչի համար է շփվում, հաղորդակցվում ընդհանրապես հոգևորները իրար հետ ինչի համար են շփվում, հաղորդակցվում։ Իհարկե ոչ մեկը մեկին չի կարող պարտադրել, ինչու նմանատիպ ասենք այցելություններ չկան եւ այլն, այդ ամեն բաները լինում են մարդու ներքին հոգևոր մղումներից, շարժարիտներից, ես կարծում եմ դուք էլ ձեր միջավայրերում նման խնդիրների հանդիպել եք եւ ձեր ուրախությունն ուզեցել եք կիսեք, բայց ուրախությունը կիսող չի եղել կողքիդ կամ ձեր տրտմած ու տխուր վիճակում ուզեցել եք մեկը լինի ձեր կողքին չի եղել, ապագայում իսկապես Քրիստոսի աշակերտը դա շատ լավ էլ ընկալում է, հասկանում է, որ դա տարօրինակ բան չի։ Այնպես որ Աստծոյնը լսող Քրիստոսի աշակերտների բազմահազարանոց միտինգներ ու ժողովներ մի ակնկալեք երբեք։ Ամբողջ Աստվածաշունչը անգամ Պողոս Առաքյալը ասում է, որ առաջին անցյալում ամենքը թողեցին իրան, բայց Տերը իր կողքին կանեց, ամենքը թողեցին իրեն։ Եվ ես ձեզ ասեմ, եթե մեր ակնկալիքները մարդկանցից է, որ մեր կողքը լինեն, ապա Տերը չի կարողանալ մեր կողքին լինել։ Եվ դրա համար մեր հույսն ու ապավենը միայն Տերն է դառնում, եւ երբեք մենք թևաթափ չենք լինում, որովհետեւ իսկապես միակը ինքն է, որ հավատարիմ է եւ անդավաճան մեզի կարող է միջև վերջ հասցնել։ Եվ հիմա ես սահուն կերպով ուզում եմ անցնել Քրիստոսի աշակերտների այս մեր ժամանակների միջի այսօրվա կեցվածքին, թե ինչպիսի կեցվածքում պետք է լինի Քրիստոսի աշակերտը,
որովհետև խոսքս ուզում եմ Հոբի գրքի 7-րդ գլխի առաջին խոսքից սկսել, բազմիցս դրա մասին լսել ենք, բոլորի շինության համար եմ ուզում ասել, անհատապես ուզում եմ, որպեսզի ձեր միջավայրերից եւ ամեն ասենք այնպիսի դրվածքներից, համայնքային ընկալումներից կամ չգիտեմ, վերջապես լինի դա հարազատների, լինի ծանոթների, աշխատակիցների եւ այլն, մի պահ ձեզ ուզում եմ լրիվությամբ ամեն մեկը անհատապես ձեզ կտրված տեսնեք մի պահ։ Ինչի համար եմ ես իմ խոսքը այսպես ուզում սկսել, որովհետեւ Աստվածաշնչի մեջ մենք կարդում ենք շատ տարբեր վիճակներում գտնվող անձանց համար եղած պատմություններ եւ հորդորանքներ տարբեր մարդկանց համար։ Եվ երանելի է այն քրիստոնյան, ով Աստվածաշնչից գիտի իր դասի տեղը։ Գիտենք, մենք շատ հաճախ ընթերցում ենք, մենք շատ հաճախ ուզում ենք յուրացնել ինչ-որ բաժիններ, որ մերը չի։ Մենք դրան չենք էլ հասել։ Ականջի լսելով, ինչպես Հոբն ասում, կարող ենք միայն լսած լինել։ Բայց արի ու տես, որ այնպեսի համարձակությամբ ենք խոսում այդ թեմաների շուրջ, կարծես թե մեզ համար մեկին գումարած մեկ պարզ է ինչ ենք կարդում կամ ինչ ենք հասկանում։ Եվ ճիշտ հակառակը, մենք հաճախ չենք առնում այն դասերը, որոնք մեր համար են գրված, որոնք իրականում խոսում են մեր ներկա վիճակի մասին։ Եվ կա մեկ ուրիշ վիճակ է, որ ցավոք սրտի սա էլ է շատ սխալ վիճակ, երբ որ անձնավորությունը իսկապես անցել է այդ դասերը, բայց հակառակորդը մարդուն միշտ դոփել է տալիս նույն դասը մշտապես իր առաջ դնելով։ Սել ես, դու այդ արդեն անցել ես, համարձակ եղիր։ Եվ այսպես դասեր ունենք, որ անցել ենք, դրանք պետք է հստակ հասկանանք, որոնք են։ Դասեր ունենք, որ մեր համար են, դասեր ունենք, որ Սուրբ գրքից մեր համար չեն դեռ, մենք այդ հասակը չունենք։ Եվ եթե մենք ճիշտ չենք ընկալում այդ դասերի հերթականությունը մեր հոգևոր աճի համապատասխան, մենք չենք ընթերցում Սուրբ Գիրքը, կարծում եմ ոչ մի օգուտ էլ չենք ունենալու։ Ուստի Պողոս առաքյալը ինչպես որ ասում է, թող ամեն մարդ իր անձը կշռե։ Եվ ասում է, քննեցեք արդյոք հավատքի մեջ եք, ուրիշ թարգմանությունում գրված է միևնույն հավատքի մեջ եք։ Եվ այս վերջին օրերի մեջ հատկապես առաքյալի այդ խոսքերն եմ հիշում, որ ասում է ամենքը իրենցն են փնտրում։ Ուրիշ տեղ միայն ձեր անձերի օգուտը մի փնտրեք։ Այսինքն մենք կարծես թե Քրիստոսի մարմնի մեկ անդամ լինելու ներքին ասենք Սուրբ Հոգուց շարժված ջերմության, սիրո ու քաղցրության հաղորդակցության դեր այդ մակարդակին հասնելու խնդիր ունենք։ Եվ հիմա ես ուզում եմ նաև խոսել մեր հոգևոր զինվորության, մեր հոգևոր պատերազմի մասին։ Այո, Պողոս առաքյալն ասում է ինձ հետ պատերազմակից եղեք ձեր աղոթքներում։ Եվ ակամայից հարց է առաջանում. այ եղբայր Պողոս, եթե դու ունես հոգևոր պատերազմ, այն մեկն ունի հոգևոր պատերազմ, այն մեկն էլ ունի իր հոգևոր պատերազմը։ Դու որ առաքյալ լինելով կարիքն ունես, որպեսզի բացի իրանց այդ պատերազմ, որ իրանք ունեն, քո համար էլ պատերազմակից լինեն աղոթքներով, էլ որքան մենք պետք է մտածենք այն շարքային հավատացյալների մասին։ Այսինքն Պողոսը ինքը այդտեղից մի պարզ բան է, ճշմարտություն է վերհանում, որով ինքն ուզում ասել աղոթքի զորության ու կարևորության խնդիրը ինչքան մեծ է եկեղեցին, երբ որ միաբան աղոթք է անում։ Մենք շատ հաճախ միաբան աղոթքի մեջ ուղղակի իներցիոն կերպով ասում ենք, եւ եղբայրը ասում է միաբան աղոթում ենք եւ այլն, բայց այդ ցավը, այդ վիշտը կամ այդ հոգսը մեր սրտի միջով չենք անցկացնում շատ հաճախ։ Այ երբ որ քույրիկը զանգում է, ասում է եղբայր աղոթք արա իմ համար, կամ եղբայրն ասում է ես մի հատ ուշադիր պիտի լինեմ, իսկապես դա անցնում է իմ սրտով, ես իսկապես մտնում եմ այդ պայքարի ու պատերազմի մեջ։ Դա համար Պողոս առաքյալն ասում է ինձ հետ պատերազմակից եղեք ձեր աղոթքներում։ Ուրեմն մենք ունենք երկու դաշտ։ Առաջինը դա իմ դաշտն է, իմ հոգևոր պատերազմի դաշտն է, եւ երկրորդը իմ եղբայրը եւ քույրը նույնպես պատերազմի դաշտում են, ես իրանց համար էլ պիտի աղոթեմ։ Եվ դա ոչ թե պետք է լինի ուղղակիորեն առիթից առիթ, այլ միշտ պատրաստ պիտի լինեմ, որպեսզի երբ որ դրան հրաժեշտությունը կա, միաբանվեմ իր հետ այդ խնդրի համար։
7-րդ գլխի առաջին խոսքում Հոբի գրքի ասում է. չէ որ մարդս զինվորություն ունի երկրիս վրա, ու նրա օրերը վարձկանի օրերի պես են։ Ուրիշ թարգմանությունում պատերազմի ասպարեզ է գրված։ Արմատայերեն ասում է, չէ որ մարդս պատերազմի ասպարեզ ունի երկրի վրա։ Միթե մարդս պատերազմի ասպարեզ չունի երկրի վրա։ Հոբը լավ էր հասկացել, որ ինքն ունի իր մի քառակուսի մետրը, որում ինքը պատերազմի մեջ է, եւ նրա օրերը վարձկանի օրերի պես են, ինչպես զինվորը վարձվում է պատերազմի համար, իսկ այդ զինվորը մարտի դաշտում հաղթանակների դեպքում վարձք է առնում նաեւ, նույնպես մարդու հաջող պատերազմի ավարտին, ինչպես Պողոս առաքյալն ասում է, բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի, ինձ մնում է կյանքի պսակը։ Գիտեք, երբ որ ես անդադ լսում եմ, որ Սուրբ Հոգին ասում է կամո, նագրադա վիլիկա, վարձքը կամ պարգևը շատ մեծ է, ես հաճախ մտածում եմ, գիտեք ինչ, հնարավոր է դուք աչքերով սովորական երկրի վրա ապրելով մարդկանց հարստության չափը չտեսնեք, թե ինչքան հարուստ են իրանք։ Օրինակ, երկինք մտնելու ժամանակ Տերը շատ մեծ ժառանգություն է խոստացել։ Եվ եթե առաքյալը ուրախությամբ ասում է, որ կյանքի պսակն է մնում իրան, որ ինքն առնի, եւ ասում է այսպես առատությամբ ձեզ տրվի մտնել երկինք, դու հնարավոր է չհասկանասել, որ հենց հիմա դու այնքան մեծ պարգև ունես, այնքան մեծ վարձք ունես, հնարավոր է դա չհասկանաս, բայց Տիրոջ առաջ այնքան գնահատելի ես դու, քո նեղությունը կլինի, չարչարանքը կլինի, թե ինչ, որով դու անցնում ես այսօր, որոնք հնարավոր է դու արդեն ընկալել ես ու այդպես քեզ համար բարձ չի, իմիջիալոց գիտեք ինչ են ասում են միայն ուժեղներին է տրված անցնել փորձություններով։ Եվ եթե Աստված քեզ համար որոշել է այդ նեղությունը, տառապանքը, փորձությունը հաճախ, մի բան լավ իմացի, որ նա քեզ ուժեղ է տեսել, որ ինքը դրանցով քեզ անցակացնում։ Նա թույլ անձի կյանքում դա թույլ չի տա, որը կարող է կոտրվել։ Սակայն եթե դրանով անցնում ես, անշուշտ դու վարձ կունես երկնքում։ Սուրբ Գիրքն ասում է, որ երբ որ փորձվելով մարդն ընտիր է գտնվում, անպայման պիտի խոստմունքներին էլ հասնի։ Եվ այս նույն 7-րդ գլխի 2-րդ խոսքն ասում է. ինչպես որ ծառան է շուքի ծառավում, եւ ինչպես վարձկանն է իր վարձին սպասում, այսպես էլ իմ բաժինը ինքը Հոբը ասում է այդ մասին, որ ես այսպիսի վիճակով եմ քեզի նայում, ով Աստված, եւ իմ զինվորությանս մեջ, իսկ ես մի հատ համառոտ ներկայացնեմ Հոբին, Հոբը ասում էր մորթս անգամ մաշվում է, բայց ես իրան եմ ուսացած, գիտեմ իմ փրկիչը կենթանի է, նա հավատում էր հարությանը, նա հավատում էր հավիտենական կյանքին։ Եվ մի անգամից ուզում եմ այս հարցը դնել։ Եկենք ամեն առավոտ արթնանալիս մի հատ միշտ այս հարցը մեր առջև դնենք, որովհետև վայելա Քրիստոսի աշակերտին, մենք հիմա գնում ենք մի process-ով եւ Քրիստը դնում ենք մեր առաջ այդ հարցադրումը։ Մենք իսկապես անձներս ուրացան ենք, երբ որ առավոտն արթնանանք ու Տերն ասի քեզ մնացել է 5 րոպե։ Ես քեզ պիտի վերցնեմ երկրի վրայից։ Ես կարող եմ խնդությամբ եւ ուրախությամբ ասել փառք ես Տեր։ Ուրեմն սա մի հատ հոգեվոր հասակ է, որին դեռ ես չեմ հասել, եթե ես չեմ կարող դա ասել։ Եկեք մենք գեղեցիկ այդպես արտահայտություններով մեզ ընծայված լինելու գաղափարի մեջ հանկարծ շատ երևակայության մեջ չտանենք, այլ մի հատ մեր սրտերը քննելով տեսնենք որքանով ենք մենք մեր անձերը իսկապես ուրացած այս հոգևոր պայքարի մեջ։ Եվ այսպես մեզանից յուրաքանչյուրը իր առանձնահատուկ պատերազմ մղելու դաշտեր ունի։ Միանշանակ է, որ մենք 3 բաղադրիչներից ենք բաղկացած, սրա մասին բազմիցս խոսել եմ, բայց եկեք մի փոքր նորից վերհիշենք սա, որովհետև մեր հոգում, շնչում եւ մարմնում մենք պատերազմ ունենք։ Եթե ցանկանում ենք հաջողակ լինել, պետք է այս 3 դաշտերում մղվող պատերազմները իրարից տարբերենք եւ մեր առաջնահերթությունները լավ գիտակցենք։ Պարզվում է, որ ամենակարևոր մարտադաշտը, որում անհրաժեշտ է մեզ կանգուն կանգնել եւ շարքերում մնալ, դա մեր շունչն է, մեր գիտակցությունը, քանի որ մեր անձնավորության դրսևորումները հենց գալիս են մեր որոշումներից, որ կատարում ենք մեր շնչի ասպարեզում։ Սա մենք ասել ենք մի առիթով, ելի եմ ուզում հիշեցնել։ Անկամ մեր հոգին եւ մարմինը միջև մեր շնչից համաձայնություն չստանան, չեն կարող ոչինչ անել։ Հիմա հարց տանք մեզ. ինչքանով է մեր շունչը կառավարում մեր մարմնին եւ հոգուն։ Եվ մեր շնչի մեջ եղած է ինչա, որով կառավարվում ենք մենք։ Օրինակ, մարմինը ցանկանում է եւ ուղարկում ազդակներ մեր շնչին,
Ինչ ասում մեր շունչը մարմնի, երբ որ մարմինը ցանկանում է, երբ որ մարմինը մղումներ ունի, որոնք մարմնավոր են, եւ կախված մեր անձի շնչի հոգեվոր հասունությունից մենք կամ հաղթում ենք եւ կամ պարտվում ենք։ Մեզ երբևէ որպես Քրիստոսի աշակերտներ մարմնից պարտվելու ժամանակ հաշիվ տալիս ենք, որ չի կարող սեն շարունակվել։ Չեմ ուզում հաշտվել այս մտքի հետ։ Չեմ ուզում։ Շունչը, միտքը ողնաշարն է մեր հոգևոր անձնավորության։ Սուրբ գրքում մենք կարդում ենք ձեր մտքի մեջքը գոտևորած ճշմարտությամբ։ Եվ այսպես, եթե իմ մտքի մեջքը, որ ողնաշարի հետ գործ ունի, ուղիղ չի, իմիջիալոց ասեմ նյութը պատրաստելուց առաջ մեջքս բռնվեց։ Ողնաշարս խնդիր ունեցավ։ Ասում եմ հակառակորդն էլ հումորի զգացողություն ունի։ Ես տեսավ ինչից եմ խոսում, միանգամից ողնաշարից կպավ։ Այսօր Փառք Աստծո լավ ենք։ 2 օր, բայց բավական խնդիր ունեցա։ Հիմա ազատ եմ, այսինքն այդ խնդրից ազատ եմ, Փառք Տիրոջ։ Աղոթքին կարել եւ Տերն էլ իր ողորմությունն արել է։ Բայց ելի եմ կրկնում անմիջապես դրանից հետո ես նյութի վրա երբ որ մտածում եմ, ողնաշարի միանգամից խնդիր եղավ։ Իմիջիալոց ես մի երկու բան ասեմ, բոլորդ լավ հասկացեք սա։ Հաճախ դուք ձեր հոգևոր պատերազմում չգիտեք պատճառները որոնք են։ Լինում են դեպքեր, երբ որ լավ մղումներ ունեք Աստծո հոգուց եւ հակառակորդը մեջտեղ անկնում։ Հասկանում եք, որ դա իսկապես այդ լավ մղումների հետևանքով է, որ հակառակորդը մեջտեղ անկնում։ Հետ եղել է ձեր կյանքում նման բան։ Ուշադիր չեք եղել։ Քիչ չեն եղել դեպքերը ավետարանչության մեջ, քարոզչության մեջ հիվանդի համար աղոթելու ժամանակ ես նույն հարվածը ինքս եմ գրել, այդ նույն հիվանդությունը ոնց որ ին վրա գրոհել է։ Ու ես շատ արագ եմ կողնորոշվել, շատ արագ եմ հասկացել, որ դրա հետևում կանգնած է հակառակորդը։ Ես հոգևոր ընթացքի վերաբերյալ։ Ինչպես։ Այո։ Անկեք հերի համար աղոթեցին բժշկվեց, իրանց հետո ես հիվանդացա եղել։ Ուրեմն այո, ես ուզում եմ ասել, որ մենք միշտ պիտի պատրաստ լինենք, որ եթե մենք աստվածահաճո կյանքով ենք ուզում ապրել եւ օգտակար լինել, մենք պատրաստ պիտի լինենք։ Օրինակ մի անգամ մեկի հետ խոսում էի, իմիջիալոց այդ մեկը, որ ասում եմ ինքն էլ առանձին իր համար Տիրոջը սիրում է, ինքը պաշտում է, կարելի ասել ատշելնիկ է, էլի ինքն իր համար մի հատ ճգնավորի կյանք է ապրում, բայց մեկ-մեկ մի շատ բաներ եմ լսում իրանից։ Դու ասում ես, եթե այդ պլանկեն բարձր ես դրելու, չես ուզում իջեցնես այդ նշածողը կամ դու ուրեմն պատրաստ եղիր դրա համար գին վճարել, ինչպես եւ ես ճիշտ է, տենց գիտեմ, Աստծո խոսքն էլ է այդպես ասում, բայց մի տեսակ այդ օրը, որ իրա բերանից ելավ այդ խոսքը, կարծես Տերը խոսեր այդ անձի միջոցով։ Ուրեմն մենք պետք է մեզ մի հատ հաշիվ տանք, եթե մենք ուզում ենք իսկապես որոշներին օգտակար լինել կամ ավետարան քարոզել կամ վկայություն անել, վերջո ավետարանիչները առաջին պլանում են։ Հիմա ես մի պարզ բան ասեմ, ինչի է այսօր այն լսարանը, որ մենք հազարներով ժամանակին ունեցել ենք եւ այլն, այսօր չունենք։ Բավականին մեծ ուժեր են, չէ՞, կենտրոնացել։ Եվ այդ խնդիրը հենց այնպես չի չէ լուծվել, որ այսօրվա դրությամբ այդ տեսարանը չկա։ Բայց դրա մեջ մի լավ բան էլ կա։ Օրինակ 17 տարի Պողոս Առաքյալը փորձում էր Երուսաղեմի եկեղեցուն հարեր, ասում է եղբայրները չէին ընդունում։ Չէին ընդունում։ 17 տարի այդ մարդը եկեղեցներ էր հաստատում, բայց Երուսաղեմի եկեղեցին այդպես էլ չէր ընդունում։ Որովհետև Տերը Պողոսին որոշել էր հեթանոսների մեջ գնալու։ Հիմա ես ընդհանուր առմամբ եմ ուզում ասել, որ Աստված ուզում է, որպեսզի մենք մեր բոլոր քայլերի մեջ մի հատ տեսնենք մեր հոգևոր հասակը, մեր պատրաստակամությունը, մեր Աստծուն ընծայվելու նախանձավորության չափը, մեր վերջում, որ հետո քիչ հետո կգանք, նաև ամենակարևոր կետին, թե որքանով ենք իրապես մեր անձերը ուրացած կամ ուրացած չենք։ Ուրեմն Աստված ուզում է, որպեսզի մենք երկրպագենք իրեն հոգով եւ մտքի մեջ կգոտևորելու Աստծո խոսքով ճշմարտության մեջ գնալու մեր մղումները ամենալավագույն հիմքն է, սա ամենաառաջինն է, քան հոգով երկրպագելը։ Ինչու եմ սա ասում։ Որովհետև հոգով երկրպագությունը բավարար հիմք չէ։ Եթե այդպես լիներ, Տերը չէր ասի Աստված հոգի է եւ նրան պետք է երկրպագել հոգով եւ ճշմարտությունով։ Որովհետև հնարավոր է նախանձավորության այդ քո խորությունը շատ հաճախ շնչից ու մարմնից լինի, բայց ճշմարտությունից չլինի։
Դրա համար ես հանկարծ նկատեցի, որ մենք ճշմարտության գիտության մեջ գնում ենք, մեր շունչը մի տեսակ հարստանում է, բայց մեր հոգին ետ է մնում։ Մի դեպքում հոգին է շատ խանդավառվում, բայց գիտությունն է պակասում։ Ուրեմն Աստված ուզում է, որպեսզի մենք հոգով եւ ճշմարտությամբ իրեն երկրպագենք։ Երբ ես ուզում եմ հոգով երկրպագել, ես պետք է իմանամ, արդյոք իմ երկրպագությունը համապատասխանում է Աստծո խոսքին, թե ոչ։ Որովհետև Աստված ասում է, որ իր ժողովուրդը կկորսվի գիտություն չլինելու պատճառով։ Եվ այսպես մենք Եբրայեցիս թղթում կարդում ենք այդ մասին, որ ոչ թե զորավորներն էին էլ ավելի զորանում, այլ տկարությունից զորացան շատերը, տկարությունից զորացան։ Եվ այս նոր տարվա մեջ ես հոգևոր հաղթանակներ եւ հաջողություններ եմ մաղթում քեզ, որ դու ունենաս մեծ հոգևոր հաղթանակներ եւ հաջողություններ։ Եվ հիմա ով էլ ուզում ես եղիր, եթե անգամ հաղթած ես համարում քեզ, զգուշացիր չընկնես, որովհետև Սուրբ Գիրքը նաև ասում է, եթե մեկը կանգնած է, թող զգուշ լինի, որ հանկարծ չընկնի։ Իսկ եթե ընկճախտը կամ տկարությունն է գերում, եկեք հիշենք Աստծո խոսքը, որ ասում է տկարությունից զորացան։ Երբեք քեզ թույլ մի տուր, որ հակառակորդը քեզ կոպիտ ասած փալասի նման չուրշինի, ջախջախի դենքեցի ու ասի բանի պետք չես դու։ Միշտ հիշիր հետևյալ խոսքերը, որ գրվածն ասում է, ոմանք կարգերի, ոմանք ձերի են ապավինում, բայց մենք մեր Տեր Աստծունն ենք ապավինում։ Նրանք թեքվեցին ու վայր ընկան, բայց մենք վեր կացանք եւ կանգնեցինք։ Վեր կացանք եւ կանգնեցինք նշանակում է ընկած էինք, բայց վեր կացանք եւ կանգնեցինք։ Ուժեղը նա չի, որ չի ընկնում։ Ուժեղը նա է, որ ընկած տեղից վեր է կանգնում, չի հաշտվում իր պարտությունների ու անկումների հետ։ Ուրեմն մենք չենք նայում մեր առնածոր վերքերին։ Պողոս առաքյալը ոչինչ էր համարում դրանք։ Եվ ինքը մի շատ հետաքրքիր բանաձև էր գտել իր կյանքում։ Երբ ինքը զորավոր, երբ որ տկարանում է, երբ որ իր մարմինը կատարելապես ամբողջովին ոչինչի պիտանի է, այսինքն ոչ մի բան չի կարող անել։ Եվ այսպես այս պատերազմում հաղթանակի հասնելու մի քանի քայլեր կան, որ ես ու դու պետք է անենք։ Առաջինը գրված է, որ քո իմաստությանդ մի վստահիր։ Քո իմաստությանդ, քո շնչիդ, այսպես մեր խոսքով ասած, զոր մի տուր։ Հակառակը շնչիդ վրա հսկողություն սահմանիր։ Մենք Մատթեոս 16:23 խոսքում կարդում ենք այսպիսի տողեր։ 16:23 16:23 Եվ նա դառավ ասեց Պետրոսին. հետս գնա Սատանա, դու գայթակղություն ես ինձ, որովհետև դու միտք չես անում Աստծո, այլ մարդկանց բաները։ Առաջին հայացքից մտածում ես, ուրեմն այստեղ ինչ է նշված։ Ընդամենը մարդկանց բաներ մտածելը փաստորեն հնարավոր է գայթակղություն լինի։ Պետրոսին ասեց. հետս գնա Սատանա, դու գայթակղություն ես ինձ, որովհետև դու միտք չես անում Աստծո, այլ մարդկանց բաները։ Այսպիսով Պետրոսը ինչ պակասություն ունեցավ։ Նա իր մտքի վրա հսկողություն չէր սահմանել։ Հիմա ես մի զարմանալի բան պիտի ասեմ։ Դուք Սուրբ գրքում միտեղ կարդում եք սպանեցեք ձեր երկրավոր անդամները, այո՞։ Կան հանդիպել ենք, չէ՞ այդպիսի համար։ Սպանեցեք ձեր երկրավոր անդամները։ Հիմա մի դեպքում էլ կարդում ենք, որ անձը դուրացիր խաչը տար արի հետևից։ Եթե հիմա մարդը անձը վրացել է, խաչն էլ արել է ու հետևում է տիրոջը, ինքը իր անդամները սպանելու խնդիր ունի, չունի, որովհետև երբ մարդը անձը ուրանում է, այդ անձի որոշման պատասխանատվությունը ում վրա է դրվում։ Տերն է իմ հովիվը, ես բանի կարողություն չեմ ունենա։ Ուրանալ նշանակում է այն սպանել, էլ ամբողջովին ասպանել։ Անձը ուրանալ նշանակում է մերժել հենց այն ինչի դեմ դու պետք է կռվեիր։ Հիմա այո, դրա համար եմ ասում, կա դրախտ մտնելու 3 օրյա ճանապարհ եւ կա 40 տարվա ճանապարհ, անապատում ոսկորները փռված ընկնելու ճանապարհ։ Հիմա որոշները անապատում փոշի շնչելու ճամփան են ընտրում, բայց կա կարճ ճանապարհ։ Հիմա մեկը կարդում ասում է, այսպես է գրված, ասում եմ, հա գրված է քո հոգևոր հասակը դա է, դու այդքան կռիվ տուր, միջև գաս հասկանաս, որ էլ պետք չի կռիվ տալ, եթե քո անձդ որոշում կայացնելու քո էությունն է եւ այնտեղ եկել է իշխում Աստծո խոսքը եւ Տերն է քո անձի մեջ ապրում։
որ կարող ես ասել ապրում եմ ոչ թե ես, այլ Քրիստոսի մեջ, այն համարը արդեն քոնը չի։ Այդ համար եմ ասում, շատ հաճախ դասեր կան, որոնք մենք պետք է յուրացնենք, դասեր կա, որը մերը չի այլևս։ Հիմա ես հոգևոր մի հատ կուլմինացիա կա, հասակ կա, որտեղ մարդը հաղթում է, եւ այդ հաղթանակի բանաձևը ինքը հասկացել է ինչումն է կայանում։ Ուրեմն, երբ որ դու քո անձը ուրանում ես, ուրեմն քո շնչիդ մեջ եղած պատերազմը դադարում է։ Դու այդ դաշտում հաղթում ես։ Շնչիդ մեջ ունեցած հաղթանակը երաշխիքն է մարմնի եւ հոգու մեջ հաղթանակի։ Գիտենք, այսպիսի զորավարներն այսպիսի խոսք են ասում, մարտից առաջ ասում են. հաղթանակից առաջ դու պիտի հաղթանակը ունենաս քո մտքիդ ու շնչիդ մեջ։ Եվ սա հավատքի խնդիր է։ Ուրեմն երբ որ մարդն անձը ուրանում է, այդ անձի տեղը զբաղեցնում է Տերը, նրա որոշումներ կայացնողը դառնում է Աստծո Սուրբ Հոգին։ Հետևաբար ինքը չի կարող մարդկանց բաները մտածել։ Եվ դրա համար այս պարագայում արդեն չի գործում այն, ինչը որ մենք քիչ առաջ խոսեցինք, սպանեցեք ձեր երկրավոր անդամները, որովհետև չկա, նա այլևս գոյություն չունի, խաչը հանեցին, բնական կրքերով հանդերձ իրենց մարմինը, եւ սա հավատքով է ընդունել մարդը։ Եվ ուրեմն արժանի է, որ այսպիսի անձնավորությանը մի նախադասություն ասենք, անձիդ հետ այլևս պատերազմ չունես։ Ինչու՞, որովհետև նա այլևս չկա։ Քո մեջ ապրողը Տերն է, նոր մարդն է, որին վիճակված է միայն հաղթել։ Հիմա դու միշտ իր դիրքում կաց։ Ուրեմն համարձակ եղիր, որ ոչ ասես ցանկացած մղումների, որոնք քո էությունից, քո հոգուց եւ մարմնից Աստծուն հանկարծ չեն ուզում փառավորել։ Մի բան, որ Աստծուն փառք չի բերում, որովհետեւ գրված է թե ուտեք, թե խմեք, ինչ բան էլ արեք, Աստծո փառքի համար արեք։ Դու համարձակ եղիր մարմնիդ ոչ ասելու, դու համարձակ եղիր նաեւ հոգուտ մեջ ինչ որ բաների ոչ ասելու, որոնք չեն փառավորելու Տերը։ Եվ վերջապես դավանիր քո Աստծուն ընծայված լինելդ։ Այդ դեպքում պատերազմը քոնը չի դառնա, այլ նրան, ով խոստացել է քո փոխարեն հաղթանակներ տալ, որովհետև գրված է նայենք մեր հավատքի զորագլխին եւ կատարողին։ Մեր համար, մեր պատերազմը, մեր հաղթանակը Տեր Հիսուս արդեն ինքը կրել է եւ նաեւ մեր երկրավոր կյանքի մեջ մեր հետ տանում է։ Նա մեր հետ է։ Եվ այս ամենից բացի ամենագեղեցիկ վկայությունը, որ դու իսկապես ճիշտ ես հասկացել քո հոգևոր պայքարն ու պատերազմը, ուշադիր լսեք այս վերջի կետը, ավելի ճիշտ նախավերջի։ Եթե դու իսկապես հասկացել ես այս հոգևոր պատերազմի կարևորությունը եւ հաղթելու ճանապարհը, դու այլևս սկսում ես ոչ թե քո մասին մտածել, ոչ թե քո մասին շարունակ մտածել, այլ փնտրիր ոլորտներ, որտեղ Աստված կուզեր քեզ տեսնել մարդկանց փրկության առաջնորդելիս։ Սիրիր մեղավորին եւ այսպիսի անձնավորությունը իր կյանքով, վարքով, խոսքով օգտակար լինելու, Աստծուն փառք բերելու, մարդկանց դարձի գալու ճանապարհին օգտակար լինելու մեծ մղում ունի։ Ես նորից եմ կրկնում, այս ամենը սիրով, այս ամենի հինակը դառնում է Աստծո հոգին, այսպիսի անձնավորությունը, այն ինչն էր ստիպում Պողոսին, որ լավ հիմա ավետարանը քարոզել ես, ուրիշները հոգոնոման չէին։ Քարը իրանց գլուխը չէին ընդունում, հեչ էլ ընդունեին, թողում շարունակում էր ուրիշ տեղեր, չէ՞։ Բայց քար կոծեցին, բերին, դարպասից, պարեսպից դուրս նետեցին, հերիք չի։ Մյուս օրը վեր կացավ, թափ տվեց իրան, նորից մտավ այդ քաղաք։ Սա մարդկային էությանը հատուկ չի։ Սա մի անձնավորություն կարող է անել, որի համար վաղուց երկիր մոլորակ գոյություն չունի, աշխարհ գոյություն չունի, գոյություն ունի երկինք միայն, որի մեջ գնացել է ինքը, տեսել է բաներ, շփվել է եւ այլ եւ այլն։ Այսպիսի անձնավորությունը Աստծո սիրով լցված, որ ասում է ինձ նմանվեք ինչպես ես Քրիստոսին։ Եվ վերջապես շատ կարևոր է, որ մենք մեր անհրաժեշտության մեջ եւ այս մղումների մեջ մեզ լավ քննենք եւ արթուն լինենք հանկարծ մեր մղումները մեզ չհպարտացնեն եւ էգոիստական մղումներ չունենանք մեր մեջ, որ մենք արդեն հասել ենք ինչ-որ մի բանի։ Զգուշ լինենք եւ միշտ խոնարհվենք եւ ասենք ինչ-որ պարտեր արել ենք։ Իմիջիալոց սա ես նորից եմ ուզում շեշտել, ես վստահ եմ, համոզված եմ, հավատում եմ, երկինքը ուրիշ գնահատական է տալիս իմ ծառայությանը, բացարձակապես ուրիշ։ Ես երբեք շրջապատի մարդկանց եւ այլ գնահատականների եւ այլին չեմ նայում,
Բայց այս լսելով Աստծո հոգուն ներսից որ խոսում է, դա ինձ բավարարում է։ Եվ նորից եմ կրկնում, ձեր համար թող ամենակարևորը լինի Տիրոջ ձեր համար, ձեր արածի եւ այլի վերաբերյալ ունեցած գնահատական։ Եղիր հաշտ ուներող բոլորի հետ, եւ սա քո կողմից լավագույն ողորմությունը կլինի մարդկանց։ Բացի այն, որ բարիք ես անում, լավ ես անում, քանզի ողորմությունը կպարծենա դատաստանի օրումը գրված է։ Բայց այս ողորմած լինելը թող առաջին արտահայտվի քո սրտում ներելու մեծ պատրաստակամության վիճակի հետ։ Թող համապատասխանի։ Ոչ մեկի հետ, ոչ մի նեղսրտվածություն, չներելու, մաղձ, դառնություն, ոչինչ մի պահեք ձեր մեջ։ Չեն հասկանում մարդիկ ինչ են անում։ Էսա, այսքանով բավարարվի։ Եթե դու Քրիստոսի աշակերտ ես, անձդ ուրացել ես, մի իջիր իր մակարդակին։ Տերը թող օրհնի սեներ։ Ես այս ինչ որ իմ սրտում ունեի, ձեզ հետ կիսվեցի եւ այս ամենը այս տարվա մեջ մեկ անգամ եւս չէ թե նոր բաներ եք լսում, չգիտեմ, ամենայն դեպս ինչպես Արաքյալն ասում է, նույն բաները ձեզ գրելը թող ձանձրալի չլինի։ Ուզում եմ, որ մենք այս տարվա մեջ հաղթանակած հաղթողներ լինենք եւ մեր քառակուսի մետրում մեր զինվորությունը պատշաճ կերպով վարենք, իսկ Տերը մեզ համար ինքը ունի խոստմունքներ անշուրջ։ Ուրեմն խոսեցինք երկնքի արքայության հրամայականի մասին, որ մեր մեջ պիտի լինի։ Խոսեցինք Սուրբ Հոգով լցվելու մասին, եւ այդ ամենը միայն այն դեպքում կարող են լինել, երբ որ այս հոգեվոր պատերազմի մեջ մենք շատ զգոն ենք եւ արթուն ենք։ Աստված օրհնի բոլորիդ։ Մենք աղոթենք այս տարվա համար, աղոթենք մեր ընտանիքների, մեր անձերի համար եւ այս տարվա մեջ Տիրոջից ինչ որ մեզ համար որոշված են, մենք արգելք չլինենք, Տերը թող օրհնի, որպեսզի կարողանանք պատշաճ ժամանակին ինչ որ Տերը ուզում է մեզանով մեր մեջ անել, մենք արգելք չլինենք Տիրոջ գործին։ Եվ թող Աստված ավելի փառավորվի ամեն մեկիդ կյանքում։ Կան վերջում հոգսեր, ասելիքներ, մինչև աղոթքը, լսում եմ ձեզ։ Ահա եւ պայմանած բան հարցնեմ նորից դուք հիմա չի լինում արդեն զապիս անելա, դուք զապիս արել եք ունեք ձեր մոտ թե չէ, որտեղ ատնենք։ Այսօրվանը չէ կարող միանալ։ ով չէր կարողանում։ Իգրան եղբայրը ուզում էր միանալ, ամբողջ ընթացքում չկարողացավ։ Ինձ էր զանգում։ Շատ լավ։